Զանգեց ինձ, ասաց ես էլ կուզեմ մասնակցել այդ գրասենյակի օծմանը։ Գնացինք, բացեցին գրասենյակը, շատ լավ հանդիպում ունեցանք ակտիվի հետ եւ այլն եւ այլն։ Հետո ասաց դա եկեք ստենք հասել, գնանք մեր տուն Իջևան։ Գնացինք Իջևան։ Իր տունում դեց խոզ Էլի խոզ։ Ամեն անգամ, բան, հա, մորթեց, բան արեց եւ այլն։ Խորոված ինք արեց։ Հետո կատարվեց մի հատ բան, որը եթե ես պայծառատեսություն ունենայի, կհասկանայի, որ այս ամեն ինչի նախերգանքն է։ Ուրեմն ինքը հավաքեց այդ ղազանը, բերեց սեղանի դրեց։ Մարգարիտներ սկսեց շատ։ Չէ, ու ասեց, իսկ հիմա մի հատ կենաց ասեց եւ ասեց, իսկ հիմա ինչպես Հիսուս Քրիստոսն է լվանում իր աշակերտների ոտքերը, ես հիմա ոչ մի նվաստացուցիչ բան չեմ զգա նրա մեջ, որ հիմա բոլորիդ մատուցեմ անձամբ այս պատառները։ Ու սենց բոլորին մոտեցավ, ամենին որտեղ դա համարյան ու բանն է։ Ես այդ ժամանակ, որ հետո դուրս եկանք այգի, հիշում եմ երջանկա հիշատակ Հայկ Փոլաձյանը, Ջան Փոլաձյանը, Հայկ Ջան Փոլաձյանը, իր այդ ասեցի լսի, ու հասկացար, մեր գլխին ինչա գալիս, ու հասկացար, այսինքն մի հատ կեղծ մարգարե, իրան արդեն Հիսուսի կարգավիճակում, այդ ամեն ինչը մատուցվում է որպես բան, տենց հնազանդություն, նվաստացում, հումորի տարր չկար, շատ լուրջ էր, բացարձակ։ Ես այդ օրը հասկացա, որ այս մարդու հոգու ներսում ապրում է բան, մի հատ սուտ մարգարե, որը իրան իսկապես համատում է, կոնկրետ օրինակով համատեց Հիսուս Քրիստոսի հետ եւ շատ վատ ազդվեցի, բայց չէի մտածում, որ մենք հասնելու ենք այս օրին, որ այդ մարգարեն կեղծ հիմա փորձի այդ իր կեղծ մարգարեական կամքը թելադրել ամբողջ Հայաստանին։